Առաջարկ Հայաստանին ծրագրում քաղաքացուն հուզող բոլոր խնդիրներն են, անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն։ Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացնում է ծրագրի յուրաքանչյուր դրույթ, ընդգծում, դրանց իրականացումը էականորեն փոխելու է մարդկանց կյանքի որակը։ Նայելով այս հոյակապ բնությունը, այս տեսարանները, սենց բան ոչ մեկ չունի։ Ինչ ա պետք։ Տուրիզմը որ զարգանա։ Տապան հետ կզարգացնի այդ տուրիզմը։ Քրիստոսի արձանը կառուցում ենք, դա էլ ասեմ խեմ կառուցում։ Մենք մեր եղածը ժողովուրդ չենք կարող աշխարհին ներկայացնել։ Բրազիլիա, հասկացանք, բայց մենք ենք առաջի քրիստոնյա ժողովուրդը որ պետական ընդունել ենք։ Հիմա ամբողջ աշխարհը սպասում է երբ է բացումը լինելու գալու։ Օրը հարյուրավոր զանգեր, հազարավոր զանգեր, գալիս ենք մեր ավելի հզոր, ավելի բարձունքի վրա, ավելի ազդեցիկ։ Քրիստոսի իր առաքյալներով թանգարանել է լինելու ուժը։ Դու պատկերացեք, եթե գա 20 միլիոն տուրիստ, ամեն տուրիստը գնալուց պետք է 3000 գրպանը գումար լինի։ 20 անգամ 60 միլիարդ։ Մեր բյուջեն 5-6 միլիարդ է, 60 միլիարդ տարեկան գումար մտնի։ Տաքսիստներ, գյուղացիներ, փոքր միջին բիզնեսներ, այդ գումարը մնալու է մեր երկրում։ Հիմա մի հատ էլ նոյալ տապանը նայելով, իխի պետք է մենք չանենք։ Էլի կգա նա թող մի 3 միլիոն, 5 միլիոն էլ դրա համար կան տեստ։ Երկրորդ նույնն է դառնալու, մի հատ նոյ ա եղել, երկրորդ նույնն է դառնալու։ Այդ էլ մեր փրկությունն է։ Ստեղել սիրուն սարկվի, թող 1 միլիոն թող գա։ 3000-ով էլ ինչ գումար է կազում։ Բոլորն էլ գործ կունենան, ամեն ինչ հնարավոր ժողովուրդ։ Միայն պետք է մտածեն, հասկանան, կազմակերպեն։ Վստահում ենք, հույսներս կապում ենք այդ։ Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհի 4 տասնյակ երկիր պաշտոնապես ճանաչել է այն, մինչդեռ իշխանությունը հայտարարում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից չէ։ Ձեզնից որը կարող մտածել, որ կարող կգա անեն ժամանակ, որ իշխանությունը, իշխանության ներկայացուցիչը Ռիշչյանի Արարատի մասին խոսի, Արարատին նայի, կամ ցեղասպանությունից խոսի, կամ Արցախի մասին ձենչանի։ Ոնց կա, դուք պատկերացեք, դա մեր պատմությունն է, ամոթ է, աշխարհը ընդունել է, որ դա ցեղասպանություն է։ Այսօր մենք չխոսենք դրա մասին, եղբայր, ոնց։ Մենք այսօր ունենք մեր ինքնությունը պահելու խնդիր։ Իմ խնդրանքն ու իմ կոչը, իմ համագյուղացիներին, իմ հայ ազգին, որ ցեղ չդառնանք, մնանք ազգ, կոչս ճիշտ ընտրություն կատարեն։ Հաղթանակ եմ կամենում։ Շնորհակալ եմ։ Ցանկանում ենք առողջ լինել։ Ու մեր գլխից անպատասխան եք։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Ամենակարևորը բանը ձեզ ասեմ։ Ցանկացած մարդ, որ նայմա գնահատական կա, վերաբերմունք կա, ջերմություն կա, հավատացեք, ավելի քեզ պարտավորված ես գում, որ անհնարինը անես։ Ասում եմ, գնդակը ձեր դաշտում է, տվեք, պահանջեք։ Բնակիչների խնդրանքով Գագիկ Ծառուկյանը ներկայացնում են նաև կրթական ոլորտում իրենց առաջարկները։ Ուսումը պետք է անվճար լինի, ոչ թե 12 տարով պետք է սովորեն, այլ հիմնական սովետական միության կրթական ծրագիրը պետք է լինի։ Վերել են Բոլոնիայի ծրագիր։ Բոլոնիայի ծրագիր ոչ մեկ չի օգտագործում։ Երեխեն 2 տարի ավել 12-րդ դասարան պետք է չգնա։ 10-ից ոնց որ սովետական միության ծրագիրը կար, կրթական, որ այսօր ամբողջ աշխարհը դա է օգտագործում։ 10-րդ դասարանը ավարտեց, այդ տարի տալիս է քննությունը, մի հատ էլ եկող տարի է տալի։ Այս տարի մեջ հավարտած բանակ են տանում։ Բանակ տանան երեխեն 2 տարի հետո էլ չի գա սովորի։ Ծառուկյան հպարտ է ձեզանով։ Այս ամբողջ Մարգահովիտ գյուղը սպասել է ձեզ։ Ու մեր մեծ հույսը դու ես։ Ես ու ցավը։ Ուրեմն ամենակարևորը լսեք, ինչ որ ասում եմ, կյանքում չի կարող պատահի, ես ասեմ ու դա չանեմ։ Սովորական բանվոր ընտանիքից եմ, չկա որ վերևից օդից է եկել, այլ աշխատելով, ստեղծելով կազմակերպել ենք։ Այսօր մեր ժողովրդի վիճակը շատ ծանր է։ Խնդրում եմ, որ դուք ծրագիրը կարդաք։ Մեր մոտ հիմնական անարդարությունն է։ Դե սկսած սպորտում էլ կա, ես չեմ ասում սպորտում չկա, բայց որ մենք հետևում ենք, բողոքարկում են, ուրեմն լիարժեք մրցավարնա մեղավոր հեռացնում ենք։ Մարզիչնա մեղավոր ուզում է իր ծանոթին առաջ տանի մրցման, այն ուզում է իր աղբոր տղուն տանի։ Բայց մեզ պետք է ով ուժեղ է, նա պետք է գնա։ Ահա մեր ուժեղն էլ դու ես։ Մի դու էլ մեզ պետք է տերել մեզ։ Ես ասեմ, հիմնական խնդիրը դուք գյուղ կանգնի, գերանք։ Դուք մտածեք,
ձեր երեխայի ապագայի համար։ Վերջին օրերին Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկների տպավորիչ հաղթանակները ոգևորել են բնակիչներին։ Անասելի է հպարտությունը, երբ օտար երկրում բարձրացվող եռագույնի ներքո լսում են Հայաստանի հիմնը։ Երախտիքի իրենց խոսքն են հղում Ծառուկյանին մարգահովիցիները, ասում են սպորտը մեր երկրում ծաղկում է նրա շնորհիվ։ Ուզում եմ ձեզ մեր երկրի, մեր ժողովրդի կողմից շնորհակալություն հայտնել մեր չեմպիոնների համար, այսօր մեր չեմպիոններն ավելի շատ դեսպանի գործ են կատարում երկիր ներկայացնում, քան բոլոր դեսպանները միացին վերցրած։ Շնորհավորում եմ Մալխասի փայլուն հաղթանակը 5-ակի Եվրոպայի չեմպիոն ժողովուրդ եկեք ծափարենք։ Շնորհիվ պարոն Ծառուկյանի այս ամենը։ Իդեպ Ծառամարտի 2008 թվականին, երբ Տիգրան Մարտիրոսյանը չեմպիոն դառավ, պարոն Ծառուկյան, հիշում եմ այսօր, ապես որ ասեցիք Թուրքիայում հնչելու է հիմնը, ու մենք հաղթեցինք 6 միլիոն շտանգիստ ունեցող այդ քաշային կարգի Լյուին, ով գործող օլիմպիական չեմպիոններ, էլի դրա համար ենք շնորհակալ ու ընդհանրապես պարոն Ծառուկյան, եթե ասում եք սպորտ, ասում ենք ձեզ հետ, միակ ոլորտը, որ հաղթանակած է, դա սպորտն է ու ցանկանում ենք, որ այդ սպորտի հաղթանակները լինեն նաև թե անտանգային հաղթանակները, թե լինեն առհասարակ մեր երկրի համար։ Մենք տեսնում ենք, կապում ենք այդ հաղթանակները ձեր հետ ու ասում ենք անկախ ամեն ինչից օլիմպիական կոմիտեն հուսալի ձեռքերում է եւ այս տարվա ընտրություններին անձամբ եմ խնդրում, ոչ մենակ ես եմ խնդրում ենք առաջադրվեք եւ սպորտը հասցրեք գագաթնակետին։ Հիմա ես իմ ժողովրդին մի բան էլ ասեմ։ Ուրեմն անկախությունից հետո երկու օլիմպիական խաղ 8 տարի ոչ մի մեդալ չի եղել։ Անուշադրության պատճառով գնացել են։ Ես այդ ծանոթության տակ մտա, եղա օլիմպիական կոմիտեի նախագահ, ստեղծեցի լավ թիմ, սկսեցինք դպրոցներից, սկսեցինք թոշակներից, որը բոլորը անձնական ամեն տարի մի 100-200 մեքենա տալով, նվիրելով, մյուս 4 տարին արդեն օլիմպիական խաղն արդեն 6 հատ մեդալ բերեցինք։ Օլիմպիական կոմիտեն որ վերցել եմ, եղել է մի հատ Բախտամյան հրաձգությունից, մի հատ էլ Դանիելյան Աշոտ։ Ծանրամարտ, ուրիշ բան չի եղել։ Հիմա մենք արդեն աշխարհում Եվրոպայում թիմային ենք առաջի տեղը գրավում։ Բոլորի ցավն էլ տանեմ, այո, ազգի պատիվը բարձր են պահում։ Հիմնը հնչում, դրոշն է բարձրացնում, իմ ազգին ավելի մեծ ճանաչում է տալի։ Մոտավորապես 25 տարվա աշխատանքը, որը կազմակերպել ենք ամբողջ թիմով, բնակարաններ եմ տվել, գումարներ էլ ամեն տարի ներկայացնելով եկել ենք։ Արել ենք, թողել ենք, ստեղծել ենք, ամեն ինչ իր հունով թողնա։ Որ մեր ազգը կարողանա այսօր հաղթանակի կարիք ունի։ Այդ ինչի համար ասեցի։ Հարկավոր է հասկանալ, գնահատել, հավաքել լավ թիմ, գումարներ դնել, հնարավորություն տալ, ամեն ինչն էլ լավ կլինի։ Այսօր աշխարհում մեկ, որը հայ դրոշը բարձրանում է հիմնը հնչում է, անկախ ամիջի դու քեզ շատ հզոր ես զգում, որ դու հայ ես։ Ու բոլորս միասին պետք է անենք, որ բոլոր ոլորտներով։ Դա բոլորը ձեր շնորհիվ է, պարոն Ծառուկյան ջան, ես ցավը տանեմ։ Այս ժողովրդի կողմից ես շնորհակալություն եմ հայտնում։ Ձեր ցավը տանեմ։ Մենք ուզում ենք, որ անպայման ձեզ ընտրենք։ Հնարավորություն տվեք, պահանջեք, հնարավորություն տվեք։ Պահանջելու ենք, այս ժողովրդի անունից էլ ասում եմ ես։ Մենք ձեր թիկունքին ենք, մենք ձեր կողքին ենք, մեր ամբողջ համայնքով։ Ես ձեզ մի բան ասեմ։ Մեր լորիով։ Օր-օրից գալու եք տարբերությունը ժողովուրդ։ Գագիկ Ծառուկյանին խնդրանք ունի տեղի տարեց բնակիչներից մեկը։ Հորս մասին եմ ուզում մի նկար ցույց տալ։ 39 թվին զբորն անդամ է Գրեկարինսկի։ Սոցիալական միության չեմպիոն։ Իր տրիներն եկել է մեր գյուղը, նայ որտեղ է ինքը պարապել։ Ասել է Ալեքսան որտեղ է պարապել, ասել է Ճալեքում։ Ես ձեզնից մի բան եմ խնդրել։ Հայաստանի ֆիզկուլտ կոմիտեում իր մասին ավելի կոնկրետ բաներ իմանալ էլի։ Դրանցն համարը գրի կապի մեջ եղի, հենց իր մասին օլիմպիական կոմիտեում անպայման պատմությունը, անկյունը, դա մեր պատմությունն է, մեր պատմությունը։ Ես կարող եմ դոկումենտ ուղարկեմ Ստալինի եւ Բուջոնի ստորագրությամբ դիպլոմ։ Բայց թանգարանում դրանք սաղին զարմացնենք, չհասկացա։